Հայաստանի եւ Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովն ուղերձներ են փոխանակել։ Իր ուղերձում Միրզոյանը կարևորել է գործընկերային փոխգործակցության շարունակականությունը հիմնված Երևանի եւ Մոսկվայի շահերի վրա եւ իր բարօրություն երկրների եւ ժողովուրդների։ Լավրովն իր հերթին շնորհավորել է Միրզոյանին մասնավորապես նշելով, չնայած ռուս-հայկական դաշինքը խարխրելու դրսի փորձերին Երևանն ու Մոսկվան հաջողել են պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Մարտուն Գրիգորյանը չի եղել Հանրապետական կուսակցության անդամ եւ այսօր էլ չի ներկայացնում Հանրապետական կուսակցությունն այս մասին լրագրողների զրույցում հայտարարել է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Հանրապետական կուսակցությունն իրեն չի կարող իրավունք վերապահել նույն խմբակցության անկուսակցական անդամի նկատմամբ ոչ որևէ ճնշում գործադրել, ոչ նրան ուղղորդել, ոչ էլ նրան ասել այն իրականությունը, որով նա պետք է շարժվի, նշել է Աբրահամյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոին։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնն ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանի հետ։ Կողմերն ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը եւ անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Հունգարիան դուրս է գալիս միջազգային քրեական դատարանից, այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գուլյաշը։ Նրա խոսքով կառավարությունը ելքի ընթացակարգը կսկսի ապրիլի 3-ից։ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցներ դարձան Ռեալն ու Բարսելոնան։ Կարլո Անչելոտիի թիմը կիսաեզրափակչում հաղթարեց Սոսեդադի, իսկ Հանսի Ֆլիկի թիմը Ատլետիկոյի արգելքը։ Նրանք ապրիլի 26-ին կհանդիպեն մրցաշարի վճռորոշ խաղում, խաղը կկայանա Լա Կարտուխա մարզադաշտում։